Դերասանուհի Ռոզա Դավթյանն, ով օրեր առաջ պսակադրվեց իր սիրելիի հետ, արդեն իսկ վերադարձել է նկարահանման հրապարակ։ Նա ինքը նշել է, որ ամուսնությունը երբեք չի կարող խոչընդոտ լինել իր մասնագիտական կյանքի համար, և նա լիարժեք պատրաստ է շարունակել իր սիրած գործը։ Նշենք, որ համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ ամուսնությունից հետո դերասանուհին այլևս չի նկարահանվի «Վերջին զանգը» հեռուստասերիալում։ Ռոզան ընդգծել է, որ իր ամուսինը լիովին աջակցում է իրեն և հասկանում, թե որքան մեծ նշանակություն ունի այս մասնագիտությունը նրա համար։ Նկարահանման հրապարակից արդեն հրապարակվել են մի քանի լուսանկարներ ու տեսանյութեր, որոնցում Ռոզան ներկայանում է իր ամենասովորական ու միևնույն ժամանակ փայլուն կերպարում, ժպտացող, կենտրոնացած ու ներշնչող։ Դերասանուհու ներկայությունը մեծ ոգևորությամբ է ընդունվել թե գործընկերների, թե երկրպագուների կողմից։ Նա նաև պատմել է, որ իր համար շատ կարևոր է ցույց տալ, որ կինն ամուսնությունից հետո էլ կարող է ինքնուրույն, ակտիվ ու ստեղծագործ լինել։ Իսկ այսօր դերասանուհին «Վերջին զանգը» հեռուստասերիալի ինստագրամյան պաշտոնական էջում պատասխանել է շատ հետևորդների կողմից տրվող հարցերին, թե արդյոք նա կշարունակի նկարահանումները «Վերջին զանգը» հեռուստասերիալի շրջանակներում, թե ոչ։ Դերասանուհին նշել է, որ ինչպես իր, այնպես էլ Լևոն Մկրտչյանի պարագայում ամուսնությունը նրանց գործունեությունը չխանգարի։ Դե իսկ մնացածը կարող եք դիտել տեսանյութում, չմոռանալով թողնել ձեր կարծիքները։ Բազմաթիվ են հարցերը, որ դու և Լևոնը չեք նկարահանվելու սերիալում։ Կարծում եմ, սա կապված է ավելի շատ մեր ամուսնության հետ, բայց ասեմ, որ իմ կյանքի բնականon ընթացքը ոչ մի կերպ չի փոխվել, նույնն է մնացել, ես նկարվել եմ և նկարվելու եմ ձեր սիրելի Անգելինայի կերպարում, նույնն էլ Լյովը։ Անչափ շնորհակալ եմ ձեր բոլոր դրական լավ խոսքերի համար, միշտ չի ստացվում դրական լավ խոսքերին առանձնահատուկ անդրադառնալ, բայց իմացեք, որ դուք մեզ շատ եք ոգեշնչում, շատ շնորհակալ ենք ու սիրում ենք ձեզ։ Վերջին զանգ հեռուստասերիալին չէիր սպասում։ Այս վերադարձը միաժամանակ հստակ ուղերձ էր բոլոր նրանց համար, ովքեր կասկածում էին, արդյոք նա կշարունակի նկարահանվել սերիալում։ Ռոզան վերադարձել է նոր ներշնչանքով ու հույզերով, արդեն որպես կին, բայց նույն նվիրումով ու նվիրվածությամբ, որով իր կերպարներն են սիրելի դարձել հազարավոր հեռուստադիտողների համար։ Ռոզա Դավթյանը հայ հեռուստադիտողների կողմից սիրված դերասանուհի է, վերջին տարիներին դարձավ հայկական հեռուստասերիալների ամենանշանավոր դեմքերից մեկը։ Նրա դերակատարումները հատկապես հիշարժան են դարձել «Վերջին զանգը» սերիալում, որտեղ մարմնավորում է Անգելինայի կերպարը, մի աղջիկ, որի պատմությունը հուզել է հազարավոր հեռուստադիտողների։ Ռոզան իր դերասանական կարիերան սկսել է մասնակցելով տարբեր հեռուստասերիալների։ 2024 թվականի հոկտեմբերին Ռոզան նշանադրվեց ռուսաստանցի գործարար Գուրգենի հետ, ինչի մասին նա տեղեկացրեց իր ինստագրամյան էջում։ Նրանց հարսանեկան արարողությունը տեղի ունեցավ 2025 թվականի ապրիլի 27-ին Սուրբ Սարգիս եկեղեցում։ Հարսանիքը համընկավ Ռոզայի լուսահոգի հայրիկի ծննդյան օրվա հետ, ինչը արարողությունը հաղորդեց հատուկ հուզականության։ Ռոզան իր հոր հիշատակին նվիրված տեսանյութով կիսվեց սոցիալական ցանցերում, ինչը հուզեց բազմաթիվ հետևորդների։ Հարսանիքի ընթացքում Ռոզայի մայրիկի ներկայությունը նույնպես առանձնահատուկ էր։ Նա շքեղ տեսք ուներ, նրբաճաշակ զգեստով և փայլող զարդերով, սակայն առավել աչքի ընկավ իր հուզմունքով և մայրական ջերմությամբ։ Նրա հայացքը լի էր սիրով ու հպարտությամբ, ինչը ևս մեկ անգամ ընդգծեց մայր ու դուստր հարաբերությունների խորությունը։ Չնայած անձնական կյանքի փոփոխություններին, Ռոզան չի դադարել իր մասնագիտական գործունեությունը։ Նա արդեն վերադարձել է նկարահանման հրապարակ, շարունակելով իր դերակատարումը սերիալում։ Ռոզան նշել է, որ ամուսնությունը չի խոչընդոտում իր աշխատանքին և նա պատրաստ է շարունակել իր դերասանական ուղին նույն նվիրվածությամբ։ Ռոզա Դավթյանն իր տաղանդով, նվիրվածությամբ և մարդկային որակներով դարձել է հայ հեռուստադիտողների սիրելի դերասանուհիներից մեկը։ Նրա կարիերան շարունակվում է զարգանալ և նա շարունակում է ուրախացնել իր երկրպագուներին նոր դերերով ու նախագծերով։
Ռոզա Դավթյանի հարսանիքի մանրամասներն ուշադիր մտածված էին, յուրաքանչյուր դետալ խոսում էր սիրո, ներդաշնակության ու գեղեցիկ հիշողություններ ստեղծելու ձգտման մասին։ Տարոսիկների ընտրությունը նույնպես բացառիկ ուշադրության էր արժանացել։ Այս անգամ ավանդական տարոսիկները նորաձև ու ստեղծագործ ձևով էին մատուցված, դրանք փոքրիկ նրբաճաշակ ավտոմեքենաների տեսքով էին։ Յուրաքանչյուր փոքրիկ մեքենա խորհրդանշում էր նոր կյանքի մեկնարկը, ճանապարհ դեպի սիրո, երջանկության և նոր արկածների աշխարհ։ Տարոսիկները պատրաստված էին շքեղ մանրուքներով, փայլուն նրբագեղությամբ և գեղեցիկ փաթեթավորմամբ։ Հյուրերը հիացմունքով էին ստանում այդ յուրահատուկ նվերները, նշելով, որ նման տարոսիկ տեսնելն իսկական նորություն է և հաճելի անակնկալ։ Իսկ տորթի ընտրությունը ևս խոսում էր ճաշակի և նրբության մասին։ Բազմահարկ շքեղ տորթերի փոխարեն Ռոզան և նրա ընտանիքը ընտրել էին համեստ, սակայն անչափ նուրբ ու բարձրորակ մի տորթ։ Ելակներով զարդարված սպիտակ տորթը համարձակորեն ու ներդաշնակորեն լրացնում էր երեկոյի ընդհանուր հմայքը։ Մաքուր սպիտակ կրեմը, թարմ և հյութալի ելակները ստեղծում էին ոչ միայն գեղարվեստական, այլ նաև շատ համեղ համադրություն։ Տորթը ոչ միայն գեղեցիկ տեսք ուներ, այլև համը հիացրել էր բոլոր հյուրերին։ Յուրաքանչյուր կտորը թարմության, քնքշության ու բնական բաղադրիչների հաճելի համն էր փոխանցում։ Ռոզան ընտրել էր տորթ, որը ոչ թե պետք է պարզապես տպավորություն թողներ իր շքեղությամբ, այլ իսկապես վայելք դառնար հյուրերի համար։ Այս մանրուքներն իրենց հերթին ապացուցում էին, որ Ռոզայի հարսանիքում ամեն ինչ մտածված էր ոչ միայն արտաքին շքեղության, այլ նախևառաջ հոգևոր ջերմության, անկեղծության և իրական արժեքների շուրջ։ Հարսանիքի ընթացքում տարոսիկների և տորթի շուրջ ստեղծված հիացմունքն ու ջերմ խոսակցությունները ևս մեկ անգամ ընդգծեցին, որ այս օրը լինելու է ոչ միայն լուսանկարներում գեղեցիկ պահված, այլ նաև հիշողության մեջ փայլող և սրտում մշտապես ջերմություն պարգևող մի օր։ Ռոզայի ընտրած յուրաքանչյուր դետալ փաստում էր, որ ամենից առաջ կարևոր է սրտով կազմակերպել իրադարձությունը։ Տարոսիկների ավտոմեքենաները, ելակներով համեստ ու հաստատ համեղ տորթը դարձան այսօրվա ամենաքնքուշ և խորհրդանշական դրվագներից մեկը։ Ողջ երեկոն լի էր նման փոքր, բայց կարևոր դիպվածներով, որոնք միասին հյուսեցին անմոռանալի, հեքիաթային մի օր, որտեղ ամեն ժպիտ, ամեն նվեր ու ամեն կտոր տորթ բերում էր սեր, երջանկություն և մի նոր մեկնարկ Ռոզա Դավթյանի ու նրա սիրելիի կյանքի գեղեցիկ ճանապարհին։